արդեն հրապարակներից մեկը նշել է գործողությունները, որ պատրաստվում է գործողություն Քոչարյանների նկատմամբ։ Ասում էին, որ Լևոն Քոչարյանի սուրճ ելույթին է հաջորդել արդեն խոհանը այս։ Ի վերջո ինչ են ուզում Քոչարյանների, արդյոք եթե ներզրկման ծրագիրը, որ Ծառուկյանի, Արաբեջյանի դեպքում են փորձել աշխատեցնել, նաև Քոչարյանների կվերաբերվի, եւ տեղյակ եք ովքեր են 6 ձերբակալված անձին, որովհետեւ հակապարտության կոմիտեն 6 անձի մասին նշել։ Ինքը հարցը պետք է նայել ընդհանուր պատկերի մեջ, ավելի խորքային հասկանալ ինչա իրականության մեջ կառավարության հայտնված անձը 3 հայտարարել է Երրորդ հանրապետությունը վերջնականապես կազմակերպելու Արցախի հանձնումը էթնիկ զրկումը լեգիտիմացնելու եւ Թուրքիայի Ադրբեջանի պահանջով այսպես կոչված 4 հանրապետություն ստեղծելու մասին։ Եվ այս ճանապարհին նա հայտարարել է բացառիկ Հայաստանի նոր տարածքներ զիջելու մասին։ Այս ճանապարհին նա փորձում է բոլոր օջախները, քաղաքական ուժերը, ովքեր կարող են այս ծրագրի իրականացման համար խոչընդոտել, սրանց տարբեր հոդվածներով ձեռնարկել, մեկուսացնել, սեփականությունից զրկել, բոլոր հնարավոր միջոցներով գործադրել, որպեսզի դաշտում հակապետական ծրագրի իրականացնել։ Սա պետք է նայել այդ շրջանակներում, այսօր Քոչարյանի տարածքում, Ալկոյինի մեկ ուրիշի ընտանիք, մյուսօրը մեկ այլ ընդդիմադիր ուժի, առհասարակ ազգային մտածելակերպ ունեցող Հայաստանի Հանրապետություն կապորվել քաղաքացի ազատության մեջ Պասարական, բայց ձերներ է Նիկոլ Փաշինյանը ավիոնետասն է նույնը ձերքև ժամերան իրավապահները գործեր հաս։ Իհարկե, ես չեմ կարծում ես պրոցես հենց գիշերը պլանավորվեց, սա գործընթաց էր, երեք հայտարարեց, այսօր արեցին, այսօր հայտարարի մեկ ուրիշի հետ կապված է մյուսին հանել։ Ու այս հակապետական խոշոր անցագործության ամբողջ ինքը անընդհատ բողոքում էր, որ բոլոր ուժային կառույցները կատարում են ապօրինի հրահանգները բացառությամբ դատարանների եւ դատարանների հարցը պետք է լուծել։ Ինքը երեք ամբողջ իր ելույթի խորքը նվիրված էր նրան, սպառում դատավորներին, ովքեր մասնասները չեք անում, ուրեմն նախկիներից կաշառքին վերցնում։ Այս մանուկու թեզը։ Ինքը այս վերջ շրջանում շատ է շփվել Ալիևի հետ։ Ձգտումը Ալիևի պետական քանակարարություն Ադրբեջանում մեկ մարդու կողմնորոշություն դեպի Հայաստան։ Շատում Ալիևից ինչու են վախենում, թե կարող են տանեք իրոքի բոլորին հակի բռնապետություն հաստատի երկեր ղեկավարի, այդ իրոքիների ձայնի միջով հաջողություն ունես Հայաստանում։ Ըստեյության Հայաստանում մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ճանապարհը։ Ասում եք, դուք ինչպես եք միլիոնատեր դարձել, ես ուզում եմ հասկանամ, մասնական խնդիր չի, քաղաքական հարցեր։ Գիտեք, ցանկացած արտադրություն ուրանում, ինչ-որ հարցադրում պետք է անհանգստանալ, քիչ առաջ ես տեսել քնչական կոմիտեի տարածություն, տարի այդ քաղաքականությունը տարածում է։ Այդ գործում կարծեմ ապօրինի անցնում է։ Չէ, այսինքն այդ ապօրինի գույքի մասին օրենքը դա ինչ է հանդիպում, որտեղ ժողովրդական սկսելս արաստարարների ճանապարհը, հետո օրենքի մասը որ արտասար։ Սավաթելյան, խորհրդարանական ընդդիմության անելիքը կանխելու Ես սենց միակ հարց տամ, եթե Քոչարյանի ընտանիքը չզբաղվի քաղաքականությամբ, կանցնելսն է Ստեղից պետք է Պարոն Սավաթելյան, քանի որ այսօր գրառում եմ կարծացել, որ չեմ հիշի ֆեյսբուքյան որ օգտագործել, բայց մեկնեք ուղղեք նշել են Նիկոլը բոլորի հետևից գնալու է, դրա համար եք ասում, պետք չի լեգիտիմացնել եւ այսպես ասած ընդդիմություն դառնալ Նիկոլի համար։ Հիմա խորհրդարանական ընդդիմությունը վիճակի այս ձեր մատնանշած սցենարները, որ բոլորի հետևից գնալու է։ Այդ ձևակերպումը Նիկոլի համար ընդդիմություն դառնալ շատերը կարծի իրան եթե Նիկոլի համար այս ընդդիմությունը շատ ձեռնտու և կոմպորտ ընդդիմությունը, որ այս հարացանքներին չէր տարվել այս ամենին ու դրա պատասխանում, հետևաբար չի կարելի ամեն անգամ իրանց մեջտեղ վերած թեզերը պետք Մանդատը պաշտպանում կա պատգամավորի տեսարանը։ Տեսեք, մանդատը պատգամավորի պաշտպանելու համար չի, մանդատը փոքր է սրտանում ինչ գործիք է, որպեսզի կարողանաս երկու մասնաս
փոփոխության։ Դա արդյոք բարոյական փոփոխության հասնելու միանշան է, ոչ։ Մենք չենք ասում մանդատների ճանապարհներ, ասում ենք դա հնարավորություն է, դրան պետք է ավելանան ժողովրդային պայքար, համաժողովրդական պայքար, կարող ենք մեր ժողովրդին կազմակերպել, խոսել, բացատրել, մարտահայտարարել ու բազմիք իդեոլոգիա։ Արդյոք դա դեմոկրատիա իր շուրջ պետք է հասարակությունը համախմբի, դասկա, համաշխի և հաստատել։ Հնարավոր է զամուկ զանգարական գործողությունները ստացանքներ վերելու նպատակներ։ Նաև ինքը պարբերաբար մի շատ ես կարդում ինֆորմացիա վերաբերելու կար, նաև մեզ զբաղեցնելու, տեսեք օրինակ այսօր խորհրդարանը պետք է քաղաքականների վերած հայկական ու հակապետական ծրագրեր, բայց հիմա հավաքանից ինչ-որ է զբաղված։ Այսինքն իհարկե սա նաև մեզ մեթոդներով փորձել է շեղել գլխավոր օրակարգից, որպեսզի ծրագրերը երկրորդ։ Պարոն Զազարյանը համակարգությունների համակարգությունից բացը չէ, որ զարգացումները գործընթացը ավելի վաղ է եղել, քան 3 ազգային ժողովի նիստը։ Այսինքն 3 երբ Լևոն Քոչարյանը ազգային ժողովից հայտարարում են, ասում են, ժողովուրդն այս արժին այս դավաճանը ինչի հիմա այդտեղ, այսինքն գիտեք, չէ, որ ըստ էության իրավական գործընթացներ կան նախաձեռնված։ Սա այսինքն նորություն չէ, այն ինչ 3 տեղում ակնհայտ էր, որ այս պրոցեսը վարված սկսված է և որ պատճառը դարձան դրանից արեց։ Ինքը երբ եկը նկատում ազգային ժողովի պատգամավորներից մի քանիսը դարձան տալիս ենք ինչ ես տեղանստած։ Քանի հոգով ինչ ես տեղանստած։ Հիմա հարց բայջում ինչ է տեղանստած։ Իսկան դժբախտությունը ման գործունեությունը տեղանստած։ Կապինեն եթե արդյունս իրավական գործընթացները սկսված էին, ինչ հրահանգ տալի անհրաժեշտություն կապրազում եք հրահանգը տապացը, հակահայտ, աստեղենալու ինչն եք վիճարկում, ոչ չեմ ասում։ Հիմա ինչ տարբերություն, հրահանգը 3 են տվել, թե մի շաբաթ առաջ, թե այսօր առավոտ։ Ակնհայտում, որ սա եղել է քաղաքական հրահանգով, բացատրեցին ինչի համար է սա ամբողջ պրոցես։ Պարոն Սողոմյան, ճիշտ է, շատ շոկամի բան է, ճշգրտով։ Նայեք, ասում եք ընդհանուր պայքարի սպասելիքը, փողոց, խորհրդարան եւ այլն։ Բայց հիմա տեսնում, որ ընդդիմադիր բոլոր այսպես խոշոր խաղացողներին իզոլացնում գործընթաց է, չէ՞։ Սամվել Ղարաբեդյան, Ծառուկյան, Քոչարյաններ, չգիտեք ինչ է կլինեն։ Ինչպես եք պատկերացնում փողոցային պայքարի գեներացիան, եթե խոշոր խաղացողներին արդեն ինքը դուրս է մղել։ Տեսեք, ինքը անում է նպատակով, որ բոլոր օջախները ոչնչացնեն, բայց սա բերելու է մի այլ հակազդեցություն։ Եվ ես վստահ եմ, որ իշխանությունը պահելու այս ընտրած ճանապարհը երկար կյանք չի ունենա։ Ես քիչ եմ շտապօգնություն հակակոռուպցիոն Բայց չգիտեմ ինչ